Մեր քաղաքը դաշինքի առաջնորդ Գյումրու քաղաքապետի տեխնացու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմի հետ այցելեց Արցախ թաղամաս, որտեղ ավանդույթի համաձայն հանդիպեց ջերմ ընդունելության։ Դիմելով հանդիպման մասնակիցներին մեր քաղաքը դաշինքի առաջնորդը շեշտեց, որ այս թաղամասն իր համար շատ հարազատ ու կարևոր թաղամաս է, քանի որ այդտեղ է ծնվել, մեծացել, կրթություն ստացել ու արել առաջին քայլերը։ Ապրել այնպիսի կյանքով, որի արդյունքում ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Իսկ հիմա հայտ է ներկայացրել ընտրվելու Գյումրու քաղաքապետ, որպեսզի լուծում տրվի Գյումրու բոլոր հոգսերին ու խնդիրներին, որոնք քաղաքում շատ են։ Բոլորդ ինձ լավ գիտեք, լավ ճանաչում եք։ Գիտեք, որ ես ավելի շատ գործի մարդ եմ, քիչ խոստանում եմ, հնարավորության սահմաններում շատ փորձում եմ անել։ Դրա ապացույցը դուք ունեք։ Արցախ թաղամասում, Արցախ թաղամասի բնակիչները տեսել են, չնայած որ այս տարիների ընթացքում խոսքը փողոցների բարեկարգման մասին է։ Փողոցները, գիտեք, թաղում խայտարակ վիճակ էր։ Փողոցների բարեկարգման համար ծրագիր ներկայացրեցի ու գումարներ բերեցինք, արդյունքում թաղի փողոցների մեծ մասը բարեկարգվեց։ Մարտուն Գրիգորյանը նշեց, որ իր տեխնացությունը չի առաջադրել, որպեսզի ավականու մի քանի անդամ ունենա Գյումրիում ու Երևանում հպարտանա, որ ավականու խմբակցություն ունի, այլ հստակ հայտ է ներկայացրել քաղաքապետ ընտրվելու։ Սա մենակ ավականու խնդիր չէ, ժողովուրդ։ Ես նրա համար չեմ առաջադրվել, որ ավականու մեջը մի քանի հոգի ունենամ, Գյումրու քաղաքապետանում մի քանի ավագանի ունենամ, գնամ Երևան պարզենամ, թե ես էլ ավագանիներ ունեմ, ես էլ խմբակցություն ունեմ Գյումրիում, չէ ժողովուրդ ջան։ Եթե մյուսները գնում են դրան, եթե ձեր թաղերում, մեր թաղում կան մարդիկ, որ տեխնացություն են առաջադրում ավագանի դառնալու, մենք այստեղ հստակ պիտի գիտակցենք մի բան, եթե են մարդիկ դիտավորյալ, պարտադրված, առաջադրվել են թաղից ձեն փախցնելու համար, այսօր ես առաջադրվել եմ որպես թաղի տղա, Արցախ թաղամասից, առաջադրվել եմ հայտ եմ ներկայացրել քաղաքապետ դառնալու։